Բարերեկո ընկերներիս, ազգիս գիտակից հատվածին և նաև մտահոգված անձանց։ Դե ինչ սկսենք հա երևի։ Նախ ուզում եմ սկսեմ հնարավորինս էլի ձեր մատուցեմ են, քանի որ հարուսված է քրեական գործ երկու հոդվածով, ուրեմն այդ գնդապետ կոչված Facebook-ի գնդապետ կոչվածի նկատմամբ Ուրեմն ես երկու բառով ուզում եմ նաև մատուցեմ կատարվածը։ Ուրեմն ինձ հրավիրել էին այդ ֆորումը, в общем, ինչա որ մասնակցություն ունենամ այդ ֆորումին, որին մասնակցություն ունեցա ու բնականաբար բոլոր փաստերով։ Ուրեմն հրավիրողները, ինչպես նաև կազմակերպիչ կոչվածները կողքս նստած էին և այդ ընթացքում մեկը խոսում էր այն բանի մասին, որ գողական էսի, գողական այնի, ինչ-որ մտավորականը գողականից է խոսում, ինչ-որ տարակուսանքի մեջ ենք, ճիշտն ասած, անգամ մի քանի նրա իսկ, հա, ներկայացուցչական խոսքերին անդրադարձ կատարեցի, ասի եկել ստեղ ինչ ես անում, ծրագիր գաղափարական ինչ-որ որոշակի բան ունես, նպատակներ ներկայացրու, էսի սենց էր, ենին ենց էր, էսի սենց էր անում, ենին ենց էր անում, մի խոսքով տեսա, որ չի կարողանում այդ կոնկրետ հարցերից պատասխանը տալ, թռավ, հետո, ուրեմն Ղարաբաղցին, տեսեք չեմ ասում արցախցին, Ղարաբաղցի կոչվածը, որոնք նստած էին, հանդիսանում էին նաև կազմակերպիչները, ուրեմն խոսելով Արցախի մասին, արտահայտվեց, որ Արցախը ազատագրվել է, ուշադիր, Արցախը ազատագրվել է, ես խոսք խնդրեցի և այդ հարցադրումը ներկայացրեցի, ոստե, այսինքն մինչև այդ Արցախը գրավված էր, մենք էինք գրավել, փաստացի ադրբեջանցի կոչված թուրքերը հիմա ազատագրել են, հիմա փաստացի այս վիժվածքների մասին է խոսքը, դուք ում շահերն եք պաշտպանում, փաստացի ադրբեջանցի կոչվածներին, ճիշտ է, եթե դուք ասում եք ազատագրվել է, իսկ մինչև այդ գրավված էր, ուրեմն փաստացի դուք Ադրբեջանի շահերն եք պաշտպանում, այսինքն այդ ֆորում կոչվածի կազմակերպիչները, այդ թվում նաև են Facebook-ի գնդապետ կոչվածը, որը հարձակվեց ինձ վրա, որի նպատակն էր նաև փաստացի բացահայտելով սրանց էությունը, բուն կերպարը, նրանց նպատակն էր, որ ինձ արգելափակեն, հնարավորություն չտան, որ այդ Ալմաթայի կոչված հռչակագիրը ներկայացնեմ և նրանց իսկ բացահայտեմ, որովհետև տեսեք, եթե մտավորական ես, ու փաստացի մտավորականը ոնց կարող է պատահի խառնի, էլի ինչ-որ գրավելը ազատագրելու հետ, մերը ուրիշի հետ, այսինքն սրանք ի ծնե, ի գիտությամբ, ի մարմնավորմամբ, իր էությամբ նրանք էլ ես Բաքո Կարապետյաններ, Բաքուր Կարապետյանն ինչա իբր թե հրապարակախոսա, գրողա ինչա, կողքի նստած Ղարաբաղցին էլ, դրանք Ղարաբաղցի են, նորից եմ ասում, Ղարաբաղցի են, այսինքն թուրքա հպատակ, թուրքա մտածելակերպով երևույթներ, ու ուտեղ, որ ես Ալմաթայի փաստացի հռչակագիրն էին ներկայացնում,
փաստագրական տվյալների, այսինքն կարդում էի, ոչ թե ինչ-որ ենթադրություններ անում կամ ինչ-որ ցանկություններ հայտնում, այլ պարզապես կոնկրետ փաստերի վրա հիմնված փաստաթուղթն էի ընթերցում։ Այս հիշվածքը տեղից դուրս եկավ ու փաստացի խանգարելով թույլ չտալով որ ես արտահայտվեմ, ներկայացնեմ, որովհետև տեսեք, նախ մինչև իմ ելույթը, ուրեմն սա ելույթ է ունենում, ասում է ես եկել եմ ինքը իր մասին է ներկայացնում, որ եկել եմ երրորդ ուժ եմ ձևավորում, դուք պատկերացնում եք Ռուսաստանի ՖՍԲ-ն մտել է Արմենիա եւ երրորդ ուժը նոր պետություն են ձևավորում, նոր ուժ են ձևավորում, որ փաստացի պետություն կոչվածի մեջ պետություն ստեղծեն։ Հիմա հարցը առաջանում էլի։ Բալավ ես պիտի սրանց բացահայտեի, նոր սրանց ինչ լինելը, ով լինելը հասանելի դառնար, հետո մի ուրիշ բան։ Ուրեմն այս երևույթը, որը կապված է, ես օրինակ այդ քրեական գործի շրջանակներում ես չեմ արտահայտվում, որովհետև հələ այս իրենց թող կապիկությունը անեն, չնայած ես բացահայտել եմ, ներկայացրել եմ, որ սրանք ոչ միայն խոչընդոտում էին, այլ նաև հրահարում էին ինձ, որ ես հարված եմ, որին վրա գործ սարքեն, ու փաստացի դրա ականջների մեջ էլ նաուշնիկներ կար, որը եւս ցուցումներ էր ստանում, որ ինչ անի, ոնց անի, ու որ ամեն կերպ արգելի, արգելափակի, խոչընդոտի իմ ելույթը։ Բայց տեսեք ինչ է ստացվում։ Այդ երևույթը, որ դուրս եկավ ինձ հարվածեց, բոլորը սպասում են, որ ես էլ դրան պիտի խփեմ։ Իրանք իրանց էությունը բացահայտելով ես թույլ չտվեցի խփել։ Ես պաշտպանվում էի պարզապես։ Հիմա փաստացի սրանց նպատակը նա էր, այն էր, որ այն իրականությունը, որը կապված է ոչ միայն ստեղի սպորնիկների հետ, Փաշողլի, Խերժոր, Ռաուֆ, Քոր, Վզգո, Մզգո եւ այլն, այլ նաեւ Ֆուցն, որովհետեւ տեսեք, ԽՍՀՄ-ն չի լուծարվել եւ այդ խարդախության պետության ինքնությունը վերացնելու, պետականությանը ոչնչացնելու գործընթացը սկսած 88 թվականից 91 թվականով եւ առօրս փաստացի ծրագրված հանցավոր գործունեություն էր, պետական դավաճանություն, միջազգային հանցագործություն, որովհետև դրա հիման վրա, ինչպես նաև հիմա Ուկրաինա, Ռուսաստան կոչվածն է իրականացվում։ Իրականացվում է նաև Ադրբեջան կոչված, ուշադիր, եւ Արմենիայի միջև։ Այսինքն ստեղ պատերազմի հրահրում է իրականացվել։ Գենոցիդ ցեղասպանություն չի, ես նորից եմ դա ձեզ ներկայացնում, որ ցեղասպանությունը դա բարերեկո Սուսանա ջան, այդ բթած խոզը Սուսանա ջան, ՖՍԲ-ի աշխատող էր։ Ես մի հատ նորից ասեմ, ովքեր ծանոթ չէին, ուրեմն 5 տարի առաջ այս երևույթը ինձ հրավիրում է իր մոտ, պարոն Սիմոնյան, ես ձեր գործունեության մասին տեղյակ եմ, արեք, ես Ռուսաստանի ՖՍԲ-ից եմ, արեք աշխատենք իրար հետ, ստեղծենք երրորդ ուժ եւ ոնց որ ասած նոր ուժով հանդես գան։ Ես ասեցի, Ասինգեր ջան, դու ով ես։ Դու Ռուսաստանի ՖՍԲ-ից ես, հա։ Հիմա գրուի ես ՖՍԲ-ից, դա կապել չունի, նույն սիստեմն է, նույն Մոսադի ֆիլիալներն են։ Նույն Մոսադի ֆիլիալներն, ինչպես նաև այս ԱԱԾ-ն եւ այլն։ Ես ասեցի, ես ազգայնական, դու ՖՍԲ-ի գործակալ։ Ես ոնց կարող պատահի քո հետ ընդհանուր բան ունենամ։ Կամ ձեր ծրագրերը իմ հետ համահունչ կերպով իրականանան։ Ձերը ուրիշ ծրագիր է, ձերը զավթողական ծրագիր է, ձերը ցեղասպանության ծրագիրն է։ Այս դրան էլ կանդրադառնամ նորից փաստերով։ Մի խոսքով, այս երևույթը ինձ տարիներ առաջ գիտեր, 4-5 տարի առաջ։
շփվել ենք, ինքը զանգել է ինքը ինձ հետ հաղորդակցվել է, ես էլ իրան ոնց որ ասել եմ, ոչ, ես քո հետ ընդհանուր բան չունեմ, ձեր հետ, էլի ձեր սիստեմի հետ, ուստի եւ իմ նպատակը մենակ իմ ազգի, իմ երկրի շահերն են։ Ձեր շահերը գնացեք ձեր շահերի շրջանակի մեջ խաղարկեք։ Ես ձեր շահերի հետ ընդհանուր իմ ազգի, իմ երկրի հետ չունեմ։ Մի խոսքով, սրանց նպատակը նա էր, որ փաստացի խոչընդոտեն այն փաստագրական տվյալները, որը կոչվում է ըստ ԽՍՀՄ կոչված օրենքների եւ այսօրվա վրա սրանց եւ նաեւ Ռուսաստան կոչվածի Ռուսաստան, որովհետեւ կոչված իրականում ԽՍՀՄ-ն չի լուծարվել։ Դրա փաստերը առկա են, դրա փաստերով ես դատական process եմ տարել եւ բոլոր համակարգ կոչվածները փախել են։ Հիմա ինչ է կատարվում։ Կատարվածը պետական դավաճանություն է։ Կատարվածը, որը նաև ականատես եղաք դուք բոլորդ, այսինքն հանրություն կոչվածը, ազգ կոչվածը, մարդկային հատկանիշներ ունեցող կոչվածը, ինչպես նաև, գիտակից հատվածը, անկախ այն բանից, թե ինչ պատկանելություն ունի։ Ամենայն դեպս համոզվեցին մի բանում, որ այդ Ալմաթայի, որ նաև ես ձեզ իմ անցած հաղորդման ժամանակ ներկայացրեցի, որ այդ Ալմաթա հռչակագիր կոչված 91 թվակ հռչակագիր, ոչ թե փաստաթուղթ։ Հռչակում եմ Պողոս Պետրոս, Ամերիկան մերն է, դրանով մերը չեղա։ Սրանք բոլորը կեղծիք են, դրանք բոլորը խաբեություն են, սրանք բոլորը խարդախություն են։ Բացի դա, ուրեմն տեսեք ինչ է ստացվում։ Ածը ունենք, դադաղազություն ունենք, ձեր գիտակցության, քնչական ունենք, մուսռնոց ունենք եւ այլ, Ունենք ազգային ախորի դեպուտանկաներ, Ռուսաստանի ՖՍԲ-ի գործակալը գալիս է Հայաստան, ըստ ձեր գիտակցության, իրականում Արմենիա, որ խալխլի նրա համակարգերը։ Այսինքն անմիջապես սրան որպես գործակալ, որպես տերորիստ, ահաբեկիչ եւ այլ, դրան պետք է անմիջապես կալանավորեն, ձերբակալեն, հետո կալանքի որոշումով ուղարկեին Բերդ, բայց որևիցե բան չեղավ։ Հիմա ես այդ ամենը ներկայացրել եմ, ասում եմ, քնչական գործողությունների շրջանակներում ես ներկայացնում եմ այնքան, ինչքան որ տեսագրության մեջ ամրագրված է, որովհետև քանի կոչված այդ քնչական գործողությունները կատարվում է, ես իրավունք չունեմ դեռևս ըստ իրենց գրած կոչված օրենքների ուշադիր։ Այսինքն մանրամասնել ընթացքի մասին, բայց ես ասել եմ, զգուշացրել եմ, եթե հանգարցակի նշված փաստագրական տվյալները պարտակվեն, թաքցվեն նույն ձեր սիստեմի կողմից, քնչականի կողմից եւ այլն, եւ դրան համապատասխան ընթացք չտվեցիք, այսինքն, տեսեք, խոսքը գնում է ոչ, տեսեք, գլխավոր խնդրու առարկան ինչու՞ն է կայանում։ Գլխավոր խնդրու առարկան կայանում էր նրանում, որ ինչ է դրդեց սրան կամ այն կազմակերպիչ կոչվածներին, որ այն ելույթը, որը ես սկսեցի, նրանց իսկ թույլտվությամբ, որովհետև կազմակերպիչներն իրենք էին, որ ներկայացնում էի փաստագրական տվյալներ, իրենց իսկ կազմած Ալմաթայի հռչակագիրը, ստորագրված, բազմիցս վավերացված, այսինքն պետական դավաճանության փաստը, որի հիմքում ընկած է մեր ազգի գենոցիդը, այսինքն գենոֆոնդի ոչնչացումը, ժողովուրդ կոչվածներին մեր ազգի հետ, պատերազմի հրահարումը, տարածքների վաճառքը, որին մասնակից էր Քորը, ինքը Խալիլով Լենդրոշը, ինքը Կազբեկը, ինքը Լևոն Տեր-Պետրոսյանը,
ինքը Ռաուֆը Սեյդօղլին, ինքը Ռոբիկ Քոչարյանը, ինքը Սերժիկ Նարիմանովը, ինքը Սերժիկ Սարգսյանը, ինքը Փաշօղլին, ինքը Նիկոլ Փաշինյան կոչվածը ու իրենց համակարգերը, սրանք բոլորը ոչ միայն պետական դավաճաններ են, ոչ միայն միջազգային հանցագործներ են, այլ նաև կոնվենցիաներով ամրագրված միջազգային հանցագործներ, վարձկանությամբ են զբաղվել են սրանք միջազգային հանցագործություններ են, ու այս միջազգային հանցագործություններին մասնակից են բոլոր համակարգ կոչվածները, քննչական, դատախազություն, ԱԾ, հակակոռուպցիոն, դատավորներ, դատարաններ, վճռաբեկ, վերաքննիչ, առաջին ատյան, քրեական, քաղաքացիական, վարչական, սահմանադրական, ազգայնախոհ կուսակցություններ, կառավարություն եւ այլն։ Բոլորը։ Հիմա դուք շատերը ձեր մեջ մտածում եք, էլի, որ նշված գործողությունները, որը կատարվել են ու կատարվում են շարունակաբար, դա նորմալ է։ Այսինքն իշխանությունը անում է։ Ես ձեզ բազմիցս բացատրել եմ եւ նորից ցանկանում եմ բացատրել։ Լրատվական անդրադարձ կատարեմ նախ այս 91-ի Ալմաթայի հռչակագրին ու դրանից հետո անցնեմ այսօրվա բոլոր խնդրու առարկաներին, որը մատուցվում է ձեզ եւ դրա շրջանակներում ձեզ այս կլոունադայի շրջանակներում դրել են բառանի տեղ, օղչերի տեղ, Գյադեկեսյան անցեք, Գյադեկենյան անցեք։ Խերժիկը սենցա, Ռոբիկը սենցա, Քորը սենցա, Փաշօղլին սենցա, Եվրոպա են գնում, չէ Ռուսաստան են գնում, Ռուսաստան չեն գնում։ Սա կապիկություն է, որովհետև այս ամենը կազմակերպվում է մի կենտրոնից, մի կետից։ Եթե դուք մտածում եք, որ Ռուսաստանն առանձին է, Եվրոպան առանձին է, Ամերիկան առանձին է, Իտալիան առանձին է, Անգլիան առանձին է, այդպես բան չկա։ Սրանք բոլորը մի գարշոկի մեջի կներեք քաք են։ Պարզապես այդ քաքաբաժինը մասնատել են տարբեր գարշոկների մեջ եւ ձեզ մատուցում են որպես, ինչպես նաեւ Հայաստան կոչված ձեր գիտակցությամբ, Արմենիայում կատարվող երևույթները՝ հանդիմություն, իշխանություն, իշխանություն, հանդիմություն։ Սա նույն կապիկությունն է, արևմուտք, արևելք եւ այլն։ Հիմա անդրադարձ կատարեմ այդ Ալմաթայով, որ այդ Ալմաթան բառի բուն իմաստով պետական դավաճանության, միջազգային հանցագործությունների, կոնվենցիաների մի խումբ է, որով սրանք պետք է բոլորը գնդակահարվեն։ Գնդակահարվելը դա մեղմ, էլի, ոնց որ ասած, պատիժ է։ Շատ մեղմ։ Սրանց ընտանիքներով պետք է ոչնչացվի։ Բոլորին, որովհետև մեր ոսկե սերուցքին, մեր երկիրը 30 քանի տարի դուք ականատես եք, վաճառվում է։ Բացի դա, Արցախի բոլոր հարստությունները, որի տերը, այսօր սեփականատերերը, Խերժոնա, Ռաուֆնա, Քորնա, Փաշօղլինա եւ այդ իրանց համակարգ կոչված գործակալական ցանցերն են, բոլորը դրանց մասնակից են, թե Ղարաբաղցի կոչված պոռնկացիները եւ թե Արմենիայի զավթած պոռնկացիները։ Հիմա ուշադիր։ Տեսեք, այս լրատվական պոռնիկները ձեզ մատուցում են մի հանգամանք, որ հեսա ձեզ եւ կմատուցեմ եւ դրանց մասին կխոսենք։ Մի րոպե։ Հաջին մոմենտ, հարգելի ընկերներ ջան, մի րոպե։ Մի րոպե համբերեք։
ուրեմն մատուցվում է, որ իբր այս պորնիկը ճանապարհ է տալիս։ Բայց որևիցե մեկը չի անդրադառնում հեսա։ Բացառում եք, թե չեք բացառում։ Ինչն եմ բացառում։ Որ Ադրբեջանին մեղրիով երբևիցե ճանապարհ միջանց ցանկացած այն բան Ես ոչ միայն ներողություն, տեսեք ձեր հարցը։ Ես ոչ միայն չեմ բացառում, այլև հաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հաղորդակցությունները տրանսպորտային եւ տնտեսական հաղորդումները ապաշրջափակել, այդ թվում Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակներ եւ դա հստակ ձևակերպել են բազմիցս, այդ թվում նախորդ շաբաթ ներողություն Հայաստանի վերահսկողության եւ ուժային կառույցների անվտանգության դուք տվեցիք ձեր հարցը։ Բայց չեք ասում իմ հարցի պատասխանը չէ։ Որովհետև ձեր հարցի պատասխանը շատ հստակ ես ձևակերպում եմ։ Շատ հստակ չեմ հասկանում։ Այդ դա ձեր վերնագրերից երևում է, որ դուք չեք հասկանում։ Ես վստահ չեմ, որ կարող է ճանապարհների ապաշրջափակումից պարոն Փաշինյան, ես հարցնում եմ, ճանապարհ տալու եք, թե չեք տալու։ Տալու եմ, այո։ Շատ լավ։ Այո։ Հիմա տեսեք այս պոռնկածինը ինչ էր ասում։ Նախ ասեմ, որ այս պոռնկածինը ինձ իր արարողակարգի ղեկավար կոչված պատասխանատուի Լուսինե Գևորգյանն է, Գրիգորյանը, այսը կարդամ դες կներկայացնեմ։ Ուրեմն նախ որևիցե իրավա հարաբերության մեջ մտնելու համար դու դրա իրավունքը պիտի ունենաս։ Տեսեք, պարզ, հստակ փաստերով ձեզ ներկայացնեմ։ Այս պոռնկածինը ասում էր, որ ճանապարհ պատի տամ։ Նա չի ասում, գիտեք ինչ կա, այս ճանապարհով նրանք, այսինքն հնարավորություն ենք տալու, որ օգտվեն։ Նա ասում է ճանապարհ պիտի տանք։ Դրանք տարբեր բաներ են, դրանք իրավական տարբեր տերմինոլոգիաներ են, տարբեր գիտակցականով, տարբեր գիտակցությամբ, տարբեր ընկալումներով, որովհետև եթե այլ բանա դու ճանապարհ ես տալիս, այսինքն այդ ճանապարհը տալիս ես նրանց, այլ բանա որ քո ճանապարհով հնարավորություն ես տալիս, նրանք օգտվեն, այսինքն այդ ճանապարհով գնան գան։ Հիմա այս ճանապարհի վերաբերյալ այս Գորիս Սիսյան Մեղրիղապան ես վաղուց եմ ասել, վաղուց ներկայացրել եմ։ Նշված ճանապարհը դեռևս 2000 թվականից եւ նաեւ Վզգոյի ժամանակով եւ նաեւ այս Քորլևոնի ժամանակով եւ նաեւ Ռաուֆի ժամանակով, Ռոբիկ Քոչարյանի եւ Խերժոյի ժամանակով այդ ամենը քննարկվել է, որի փաստեր ես ձեզ ներկայացրել եմ, որի մասին նաեւ խոսել է Վարդան Օսկանյան կոչված արտգործնախարարը, դրա մասին նաեւ խոսել է 2006 թվականին Արմենչիկ Ռոստոմյան կոչվածը դաշտաններից մեկ այն ժամանակ բյուրոյի ղեկավարը ինքն էր, որը շանթի եթերով նվերի հյուրներ բարի բուն իմաստով ներկայացրեց, որ այո ճանապարհ պիտի տան թուրքերի եւ դա պետք է դա միջազգային ճանապարհ է եւ դա պետք է վերահսկվի այլ ուժերի կողմից։ Հիմա այլ ուժերը հիմա կարող է ալնեն թուրքեր, այլ ուժերը կարող է ալնեն Համզա Չիմանի Բոստանի վիժվածքները կամ այլ, բայց ոչ մերը։ Այդ տարածքը տրված է։ Իդեպ տարածքը մինչև ընդհուպ Արարատի մարզը տրված է։ Ես դրա մասին նաև ներկայացրել եմ, որ մինչև Խերժոյի ժամանակát, այսինքն այն հայ-թուրքական արձանագրությունները, որ կազմվեցին, նշված ժամանակ Խերժոն, բայց չէին սութի դաշնակները լցվել կապիկություններ անում, հա? Բայց ժամանակ հայ-թուրքական արձանագրություններ ինչ էին ստորագրվում, որի մեջ կար նաև ճանապարհային քարտեզ։ Եվ դա հաստատում ստացավ։ Այսինքն ըստ ձեր գիտակցության պաշտոնական հաստատում է։
Եվ դրա շրջանակներում այս բոզի տղային բերեցին, այս փաշողլու, նշանակեցին, որ այդ ամեն կեղտը դավաճանական գցել սրա վրա, վզգոնել քորնել Ռաուֆին էին բերել, որ նշված գործողությունը կատարի նաև Ռաուֆը, ինքը Ռոբիկ Քոչարյան կոչվածը, որը գիտակցելով, հասկանալով, որ տալուց, որի համար իդեպ 30 միլիոն դոլար էլ փող էին տվել, որը Վահան Շիրխանյանը վզգոյի սեյֆից հանեց եւ այլևս չտվեց, գրպանեց, որի համար երկու անգամ փախավ Ռաուֆը, հասկացավ ինչա կատարվելու տալուց հետո, անմիջապես սատկացնելու են եւ իրենք մաքուր դուրս գան, իսկ Ռաուֆին որպես դավաճան սատկացնեին, ասին դուք եք ընտրել, մենք ոչ ենք տվել, ժողովուրդ դու ես ընտրել, սա էր, կլոունադայի նպատակը սա էր, հիմա ֆեզբե, մեզբե, բոլոր վիժվածքները, բոլորն էլ խառնված են իրար, որովհետև այն կլոունադան, որ կազմակերպվել է, որ իրենք մաքուր դուրս գան, որ Ֆուտսան, Լուկաշենկո, 15 հանրապետությունների պոռնիկներ, միջազգային կառույցներ, Ամերիկա, Ֆրանսիա, Մակարոն, եսիմինչ, դրանք բոլորը դուրս գան արանքից, հասկանում եք, դուրս գան, և որևիցե մեկի վրա մեղադրանք այլևս չտարածվի, ամբողջ խնդիրը կայանում է դրանում, այդ իսկ պատճառով, 1991 թվականի այդ Ալմաթայի հռչակագիր կոչվածը, որը հիմնված է նաև այդ ճանապարհային քարտեզի վրա, իդեպ 2006 թվականին նաև դրա մասին ես ասել եմ, նաև նորից հիշատակ է, հայ վրացական ամբողջ սահմանի երկայնքով Ռաուֆի ժամանակահատվածում, ուրեմն սահմանագիծը ամբողջ երկայնքով 500 մետր դեպի մեր սահմանագիծն են բերում ներս, և այդ սահմանագծի դիմացից պարզապես մեծ փոս են քանդում, большой ров, սենց ասեմ, հա, ու այդ 500 մետր մեր տարածքից, որ վերցնում են ամբողջ երկայնքով, մոտ 8000 քառակուսի կիլոմետր, նվիրաբերվում է վրացում, և այդ ժամանակ Օսկանյան կոչված այդ պոռնիկի ծնունդը, գնում է վրացիների հետ նոր պայմանագիր է կնքում, որ որևիցե արկ պահանջ չունենք։ Այդ իսկ պատճառով ըստ սրանց վիժվածքների ներկայացման 6 անգամ 1991 թվականից էսկով 6 անգամ ՄԱԿ-ին ներկայացվել են տարբեր քարտեզներ, տարբեր չափանիշներով, տարբեր սահմաններով, ու ամեն մեկը իր փայով, միլիարդները ստացել է, սկսած Վզգոյով, Դեմիրճանով, Քորով, Ռաուֆով, Խերժոյով, Փաշողլիով, որի նաև ականատեսը դուք եք։ Հիմա սրա պոռնկությունը եւս ձեզ մատուցեցին, որ դուք ինքներդ հասկանաք, գիտակցեք, որ այս պոռնիկը ծախել է հիմա, բայց արեք իրավականին անցնենք։ Տեսեք, ենթադրենք, հա, ոբշմ Աշոտ, Գևորգ եւ այլ սենց չանդրադառնանք կամ Սիսակ կամ Վաչո կամ Աշոտ կամ ոնց որ ասած այլ անուն հարցը անվան մեջ չի, որ կոնկրետ հեսա ձեզ բացատրականով կտա։ Խնդիրը այլ բանի մեջ է։ Տեսեք, որևիցե իրավա հարաբերության մեջ մտնելու համար, այսինքն առևտուր, բանակցություններ, հա, նվիրատվություն եւ այլն, դրա համար պետք է դու լինես իրավասուբյեկտ։ Այսինքն իրավունք ունենաս, որ ստանձնես նշված իրավասությունը վաճառելու նշված առարկան, նշված տարածքը, նշված սեփականությունը եւ այլն։ Սեփականությունը։ Եթե դու նշված տարածքի, ապրանքի վերաբերյալ
նկատմամբ սեփականության իրավունք չունես կամ չունես լիազորագիր, որով քեզ լիազորել են, ենթադրենք Պողոսին, նա իր տունը ինքը լիազորում է, որ ոնց որ ասած Սամսոնը կամ մեկ այլ անվանումով մեկ այլ ուրիշ անձ վաճառի։ Բայց եթե դու դրա իրավասությունը, իրավունքը չունես, ապա դու որևիցե բան չես կարող վաճառել։ Հասկանում եք։ Հիմա տեսեք, այս լրատվական պոռնիկները խոսելով տարածքի մասին, տեսեք, նորից ձեզ դնեմ, դուք ականատես ելնեք, հա, մի րոպե, որ ես ձեզ բացատրականով մատուցեմ Դու Փաշինյանը հայտարարեց, թե Ստեփանակերտն ու ամբողջ Ղարաբաղ ազորել են։ մի րոպե, հարգելուներս։ Ակտիվացումից հետո որպես լրագրող ուղիղ պատասխան եք։ Բացառում եք, թե չեք Ինչն եմ բացառում։ որ Ադրբեջանի մեղրիով երթևից է ճանապարհ միջանցք ցանկացած այն բան Ես ոչ միայն ներողություն, տեսեք ձեր հարցը։ Ես ոչ միայն չեմ բացառում, այլև հաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հաղորդակցությունները տրանսպորտային եւ տնտեսական հաղորդումները ապաշրջափակել, այդ թվում Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակները եւ դա հստակ ձևակերպել են բազմիցս, այդ թվում Հիմա տեսեք, մի բան էլ ասեմ, ներողություն, էլի։ Հա։ Շրջանակներ, ամբողջականության շրջանակներ, բայց չի ասում, շրջանակների մեջ, էլի։ Շրջանակներ, վերացական բառերը արտահայտում ես պոռնկացին, հեսա կդնեմ էլի ամբողջական մի հատ նորից գդիտարկեք եւ դրա բառերի ոնց որ ասած վերլուծությունը նաեւ ձեզ մատուցեմ, որովհետեւ սա հատուկ պոռնկացին է։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը բոզի տղա, քո սեփականությունն է։ Արեք կոնկրետ, սկսենք խոսել։ Ես հիմա ձեր մասնակցությամբ նաև կզանգեմ էլի 102 կոչված եւ ազգային անվտանգություն կոչված եւ ձեզ կմատուցեմ նշված հարցի կոնկրետ խնդրու առարկաները։ Հիմա նորից եմ ձեզ ասում։ Էս մորդ ոռնա կանգատ ագարկա կանգատ քամակնա, որ ուզենաս ծախես, ուզենաս տաս, ուզենաս չտաս։ Այս լրատվական պոռնիկները, նորից եմ ասում, անգամ հասարակ, մի րոպե, հա, անգամ, տեսեք, հասարակ տունը որ կա, ենթադրենք Սամսոնի տունն է, ու այդ Սամսոնի տունը, Սամսոնը ուզում է վաճառի։ Սամսոնից զատ կարող է մեկ այլ անձ վաճառի, չէ՞ որ դա Սամսոնինն է, չի կարող, ճիշտ է։ Նույնը սա է։ Հիմա ձեզ նորից մատուցում եմ, հասկացնում եմ, այս անգրագետ են, հասկանում եք։ Սրանք անգրագետ են, սրանցից որևիցե մեկը իրավունք չունի։ Իրավունք չունի իր ասելով Հայաստան Արմենիայի մի միլիմետրը վաճառի։ Սա պետական դավաճանության փաստ է։ Հասկանում եք։ Նա տեսակ ամբողջականը դնեմ, լսեք, ու էլի անցնենք մնացած խնդիրներին։ Մեղրիով երթևից է ճանապարհ միջանցք ցանկացած այն բան Ես ոչ միայն ներողություն, տեսեք ձեր հարցը։ Ես ոչ միայն չեմ բացառում, այլև հաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հաղորդակցությունները տրանսպորտային եւ տնտեսական հաղորդումները ապաշրջափակել, այդ թվում Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակները եւ դա հստակ ձևակերպել են բազմիցս, այդ թվում Շրջանակներ, չի ասում շրջանակներում, ասում շրջանակներ, կլորողակներ, շրջանակներ, բայց չի ասում շրջանակներում։ Դուք հասկանում եք այս մանիպուլյատորի, այս պոռնկացինի ավանտյուրաները։ Հիմա դնեմ լսեք,
Միրը Ճանապարհները Հայաստանի վերահսկողության եւ ուժային կառույցների անվտանգության։ Իրոք է սպասել։ Դուք տվեցիք ձեր Բայց հարցը։ չեք ասում հարցի պատասխանը չէ։ Որովհետև ձեր հարցի պատասխանը շատ հստակ ես ձևակերպում եմ։ Շատ Ես հստակ չեմ հասկանում։ Այ դա ձեր վերնագրերից երևում է, որ դուք չեք հասկանում։ Ես վստահ չեմ, որ Դուք խոսում եք կարող ճանապարհների ապաշրջափակումից, պարոն Փաշինյան։ Ես հարցնում եմ, ճանապարհ տալու եք, թե Այո, չեք տալու։ տալու եմ, այո։ Շատ լավ։ այո։ Հիմա լսեցիք, որ սա ճանապարհ տալիս է։ Չի ասում մեր ճանապարհներով նրանք կգնան գգա։ Ասում է ես ճանապարհ եմ տալիս, հասկանում եք։ Հայաստան կոչվածի 20,000 քառակուսի կիլոմետրը ծախված է։ Եթե 29,800 է, ըստ ձեր գիտակցության, ապա 20,000-ը ծախված է։ Այս պոռնկացիների կողմից Քորրիի, Վզգոյի, Դեմիրճյանի, Ռաուֆի, Խերժոյի, Փաշօղլու ու իրանց համակարգերի։ Այդ թվում նաև մուսռնոց, դադախազնոց, ԱԱԾ, քնչական, հակակոռուպցիոն, ազգային ախոր, կուսակցություններ եւ այլն։ Կոնկրետի մեջ եմ ասում։ Հիմա անցնենք մեկ այլ տեսագրության։ Իրոք։ Բացառում եք, թե չեք բացառում։ Один момент։ Բաքու Բողը փաստացի Ադրբեջանի տարածքն են։ Я звоню в Урсуль, ты слышал? Путин, зачем он это сказал? Զանգեցի Պուտինին, ասացի լսեցիր ինչ է ասել, պատասխանեց լսեցի, բայց ով էր նրա լեզվից քաշում, որ նման բան ասի։ Вообще не вмешался, я удивляюсь. Ես հարցրի դու ես դրթել, որ նման բան ասի, պատասխանեց ոչ, առհասարակ չեմ միջամտել, զարմացած էր։ Удивляюсь. То есть Пашинян же сам отказался. Փաշինյանն ինքը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից։ Ну, Карабаха хотел. Իրոք։ Լսեցիք ինչ ասեց։ Ասում է Փաշինյանն ինքը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից։ Արեք հիմա այս պահը մի հատ վերլուծենք։ Փաշինյանը ինքը մի հատ էլ դնեմեսա կլսեք։ Որ դուք ընկալեք սրա ասածները ինչ ասեց։ Եվ դնենք սրա ասածները վերլուծության։ Մի րոպե։ Տեսեք, այս պոռնիկը ասում է դու ես իրան ցուցում տվել, հա? Ֆուցը։ Ասում է չէ։ Բա հիմա մի րոպե։ Նախ սկսենք վերլուծել, թե ինչ ասաց այս Господь с вами. մի րոպե, հա? Господь. Ինչ ասաց այս վիժվածքը, որից հետո սկսենք մնացած վերլուծությունները անել։ Ուշադիր, սկսում ենք նորից։ Աստված ձեզ հետ, ես միշտ առողջ բանականության կողմնակից եմ եղել, ես միշտ դեմ եմ եղել պատերազմներին, որ երբեք չկռվենք իրար հետ։ Друг с другом. Այն ժամանակ Իլհամ Ալիևը ինչ ասես կարող ենք ասել, նա պրագմատիկ դիրքորոշում ուներ։ Что угодно говорит. Он занимал прагматичную позицию. Այն ինչ տեղի ունեցավ Հայաստանի ղեկավարության մեղքն է, միայն նրանց մեղքը։ Նույնիսկ պատերազմում պարտությունից հետո ասացին, որ ճանաչում են այն ինչ եղել է ԽՍՀՄ-ում։ Вина вашего руководства в Армении. Ես եւ Պուտինն ապշած էինք, երբ պատերազմում պարտվելուց հետո Փաշինյանը հայտարարեց, թե Ստեփանակերտն ու ամբողջ Ղարաբաղը փաստացի Ադրբեջանի տարածքն են։ Я звоню в Урсуль, ты слышал? Слышал. Путин, зачем он это сказал? Զանգեցի Պուտինին, ասացի լսեցիր ինչ է ասել, պատասխանեց լսեցի, բայց ով էր նրա լեզվից քաշում, որ նման բան ասի։ Вообще не вмешался, я удивляюсь. Ես հարցրի դու ես դրթել, որ նման բան ասի, պատասխանեց ոչ, առհասարակ չեմ միջամտել, զարմացած էր։ Удивляюсь. То есть Пашинян же сам отказался. Փաշինյանն ինքը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից։ Ну, Карабаха хотел. Հիմա լսեք։ Ասում է Փաշօղլին ինքը հրաժարվեց Արցախից։ Ինչ է դա նշանակում։ Հիմա արեք սկսենք վերլուծել։ Դա նշանակում է, որ դա մերն է եղել։ Որ դա մերն է։ Եվ այս պոռնկացինը Հիշում եք, չէ՞, Վանեց Օղլին ասեց 5 միլիարդ բերել եմ տվել եմ այս պոռնիկի ծնունդին։ Այսինքն 5 միլիարդով ծախել է, մերն է եղել։ Այդ դրա համար 6 անգամ Հայաստան կոչվածը, որը իրականում Արմենիան է, որ իրական տարածքները ոչ թե 29,800 են,
այլ 480,000 քառակուսի կիլոմետր է։ Եվ այս պոռնկացիները ծախել են։ Նախ սկսեմ նորից ճանաչելով Ադրբեջանի, ճանաչելով Թուրքիայի սահմանները, այս պոռնկացիները ամրագրում են, վերացնում են մեր պահանջատիրությունները, այսինքն դրանք ոչ թե Արևմտյան Հայաստան են, ոչ թե Կիլիկիա են, ոչ թե Ատրպատական են, ոչ թե Նախճեվան, որպես մեր Արմենիայի տարածքներ, այլ ամրագրում են որպես արդեն իսկ ծախված, արդեն իսկ առևտրի առարկա դարձրած տարածքներ։ Դուք հասկանում եք դա ինչ է նշանակում։ Կոնկրետ արկա են պետական դավաճանության միջազգային հանցագործությունների փաստերը, այս 4 պոռնկացիների, ինչպես նաև Ֆուցնի, Լուկաշենկոյի, Ադրբեջան կոչվածի, Էրդողան կոչվածի, մակարոնների, ամերիկաների, մակերի եւ մնացած պոռնկացին պետություն կոչվածների, ղեկավարություն կոչվածների, իշխանություն կոչվածների հետ համատեղ, որ ծախել են մեր տարածքները, հիմա նորից անդրադարձ կատարեմ, դու որ չծախես, որովհետեւ մեկը չի կարող առնել, բայց հիմա երկրորդ ամրագրված փաստագրական տվյալի քննարկումն անենք, մի րոպե, դա քո սեփականությունն է, որ դու ծախում ես, հա? Ինչ իրավունքով ես ծախում, ոնց ես ծախում այդ պոռնիկի ծնունդ, սա քո կնգա ոռնա, որ ծախում ես այդ բոզի տղա, հարցը առաջանում, արա, ինչ հիմքերով ես ծախում, սա քեզ նույն մեր անգամ այդ քաղաքացիական իրավունքով, քաղաքացիական օրենսգիր կոչվածով, դա պիտի լինի քո սեփականությունը, որ դու իրավունք ստանձնես վաճառելու, նվիրելու, բանակցության առարկա դարձնելու, ողջարահոտ, ողջարներ, դուք հասկանում եք ես ինչա, այդ դրա համար իմ բերանը փակում են, այդ դրա համար այս տեսագրությունը, որ պտտվում էր այս իմ ելույթի, հա, միլիոնից անցել են, տարբեր, օրինակ մարդիկ, որ գցում են, այսինքն իրենց էջերով նաև, հա, դիտումների քանակը տարբերի մոտ տարբեր էր, մեկի մոտ 500,000, մեկի մոտ միլիոն իշքան է, մյուսի մոտ 800,000, կոմենտներին տեղ ու դադար չկա, բայց ինձ մոտ ցույց չի տալիս, որովհետև ինձ արգելափակում են, որովհետև ինձ հետ հնարավորություն չեն տալիս, որ մարդիկ առնչվեն, որովհետև ինձ հետ հնարավորություն չեն տալիս, որ մարդիկ մեկնաբանություններ գրեն, որ այս մեկնաբանությունները կարդամ եւ ներկայացնեմ, նրանց բացասական դրական պատասխանները տամ, հասկանում եք, այսինքն ինձ ամբողջապես վերահսկողության տակ եմ պահում, որ ձեր իսկ շահերին տեր չկանգնա, մեր իսկ շահերին պաշտպան չկանգնա, հասկանում եք, բայց հիմա տեսեք ինչ է ստացվում, ձեզ նորից մի հատ հիշողության կարգով թարմացնեմ, Պոռնիկ Լուկաշենկոն հիշում եք, Խերժոյին, որ ասում էր 6 միլիարդ դոլար Ախմեդը փող է տալիս, հիշում եք, Ախմեդը 6 միլիարդ դոլար ինչի համար էր տալիս Խերժոյին, եթե դա Ախմեդիններ է տարածքը, հա, Ախմեդը ինչի համար իր տարածքի համար փող պետք է տար 6 միլիարդ, հարց եմ տալիս, հասարակ տրամաբանական հարցեր, այդ հարցերի շրջանակներում ես ուզում եմ, որ ձեր գիտակցությունը, ձեր ֆունկցիաները արտնանա, նորից եմ ասում, եթե այդ տարածքը, հետո նախ այդ տարածքը ոչ Խերժոյինն է, ոչ Քորինն է, ոչ Վզգոյինն է, ոչ Ռաուֆինն է, ոչ է Փաշօղլունն է, ոչ է որից է կուսակցությանն է, դա մեր ազգինն է, բայց
Դու պիտի ունենաս սեփականության իրավունք, որ դարձնես քննարկման առարկա, վաճառքի առարկա, բանակցությունների առարկա, նվիրատվության առարկա։ Եթե դու դրա իրավունքը չունես, որևիցե մեկը չի կարող ոչ առնել, ոչ ծախել ցանկացած գործարք, առ ոչինչ է։ Դրանց գործողությունները առ ոչինչ են, սրանց գնդակահարություն է սպասում։ Հիմա ձեր մասնակցությամբ ես մի րոպե, էսա զանգում եմ էս ԱԱՑ կոչվածին։ Հիմա մի րոպե 010 56 35 15 Հիմա սա մի րոպե Ազգային անվտանգության ծառայություն։ Ով է խոսում։ Ում եք դուք ուզում։ Սամսոն Կարապետիչին։ Սխալ եք զանգել։ Արա լսի այ օլուխ, լսի քեզ ինչ եմ ասում։ Լսում ես։ Հլասմա ում եք ուզում։ Էս պորնիկները։ Էս պորնո կլուբը, ինչա, ասում ում ես ուզում։ Մի րոպե հիմա զանգենք այլ կերպ խոսենք, հա։ Ազգային ասում ես ուզում, Մարուսին ենք ուզում, այ բոզի տղա։ Դուք հասկանում եք, որ ես չկա։ Սրանք համակարգեր չեն, սրանք գործակալական ցանցեր են, սրանք բոզի տղեկ են։ Սրանք բոլորին գնդակահարություն է հասնում։ Նորից եմ զանգելու, պետք է վերցնեն սրանք։ Սրանք բոլորին պետք է գնդակահարեն։ Սրանք բոլորը Թուրքի ատխոդներ են, սրանք բոլորը թուրքաջհուդների գործակալներ են, ես ԱԱԾ չի, սա Թուրքի ջհուդի Ադրբեջան կոչվածի գործակալական ցանց է, ու սրանք գործակալներ են բոլորը, ու այդ լրատվական պոռնիկները տեսեք որևիցե մեկը մոտիկ չի գալիս, դուք հասկանում եք ես ինչ արա։ Դուք հասկանում եք ես ինչա։ Այդ դրա համար է Facebook կոչված պոռնիկները նման վերաբերմունք են ցույց տալիս, որովհետև մենք պետություն չունենք այսօր։ Մեր երկիրը բռնազավթված է թրքաջհուդական գործակալներով, Խերժոյով, Ռաուֆով, Քորով, Փաշօղլիով ու իրանց համակարգ կուսակցություններով հանդերձ։ Հիմա մուսորներին զանգենք։ Ոստիկանության։ Մատ պետի տուր։ Ինչ է պատահել եմ ձեզ։ Դու ով ես ընդհանրապես, կարող ես մի հատ ներկայանալ։ Ոստիկանություն եք զանգել հաղորդումն եք ներկայացրել։ Հա, հաղորդում ենք ներկայացնում։ Միամիտ քաղաքացի ենք, ուզում ենք մի հատ հաղորդում տանք։ Ասեք, լսում եմ ձեզ։ Հա, բայց դուք ով եք, որ լսում եք։ Դուք ոստիկանություն եք զանգել հարգել։ Հասկացա, դու ոստիկան ես։ Խնդիրը ներկայացրեք։ Աջոն ջան, դու ոստիկան ես, ասում եմ։ Քաղաքացիական աշխատանք իրականացնող
Ոնց է։ Դե դրա համար էլ ասում եմ մի հատ ղեկավարի տուր, ոստիկանության աշխատողի տուր։ Ես եմ գրանցում ասեք ձեզ հաղորդումը, լսում եմ ձեզ։ Ախ դու իրավաբան ես, որ դու քաղաքացիական անձ ես։ Ոնց կարող է պատահի դու ոստիկանության հետ կապված խնդիրները։ Ես քաղաքացիական աշխատանք եմ իրականացնում, հաղորդումը ես եմ գրանցում, լսում եմ ձեզ։ Հա հաղորդումը գրանցում ես, ասում եմ պետը տովը։ Այդերից լսում եմ ձեզ, արդեն որորդ անգամ կրկնում եմ։ Եթե ահազանգ ունեք ներկայացնելու, ասեք Լավ, ահազանգ ներկայացնեմ։ Լավ, իրավաբանական հարց եմ տալիս։ Եթե ապրանքը քոնը չի, քո սեփականությունը չի, կարող ես դու վաճառել։ Ով է վաճառել ապրանքը։ Փաշողլիդ։ Կոնկրետ հաղորդում ունեք։ Աչոն ջան, հարց եմ տալիս, որ դու հասկանաս, գիտակցես, որ դրա շրջանակներում է պատասխանը ստանաս։ Արդեն դուք կոնկրետ հաղորդում չեք Բա ներկայացնում։ կոնկրետ պատասխան եմ տալիս։ Էս լսի ինչ եմ ասում, լսի, այլո, լսում ես։ Արցախը, Փաշողլու, Խերժոյի, Ռաուֆի, Քորի, Անից դուրս քաղաքականությունից դուրս Դու հաղորդում այդ տվարյուգա, ինչ քաղաքականություն, ասում եմ է տարածք իրանքնա, իրանցնա, որ ծախում են։ չեք ներկայացնում, ես անջատել եմ։ Հո դու տխմար չես արա, ես քեզ հարց եմ տալիս։ Խոսեք, ես ձեզ չեմ վիրավորում, նորմալ խոսեք։ Բա հարց եմ տալիս։ Դու, մի րոպե, դու տուն ունես, լավ ուրիշ բան եմ ասում, լսի այ անգրագետ, լսի քեզ բան եմ ասում։ Արա ես լսում եք ես պորնկատուն, ես պորնկացիներ են արա, եսի պորնկատունա։ Կոնկրետ հարց եմ տալիս, որ ուղարկեմ, հասկացնեմ, գիտակցեն ինչի մասին է խոսքը։ Կոնկրետ բան եք ասում, այ պորնո, որ դու դրա իրավասությունը չունես, դու քաղաքացիական անձ ես, ինչ գործ ունես ոստիկանություն կոչվածի։ Այսինքն տեսեք, այդ ոստիկանություն կոչվածը պորնկատունա, պորնո կլուբը, արա, հասկանում եք, լեմյատը զանգենք։ Ոստիկանություն։ Աչուն ջան, մի հատ քո ղեկավար կոչվածին տուր, ոստիկանության աշխատողի տուր։ Մի րոպե հիմա փող։ Լստը։ Դրեցին նորից ենք զանգում։ Դուք հասկանում եք ես, որ պորնո կլուբը, սա ոչ ոստիկանություն է, ոչ ԱԱՑ է, ոչ էլ պետություն է։ Դուք չեք համոզվում, արա։ Նորից եմ զանգում։ Համոզվում եք։ Հիմա նախարարություն եմ զանգում։ Մի րոպե։ Պաշտպանականության կողմնակից եմ եղել, ես միշտ դեմ եմ եղել պատերազմներին, որ երբեք չկռվենք իրար հետ։ Սարգսյան Այն ժամանակ Իլհամ Ալիևը Բարյոր Սարգսյան։ Բանը, այսօրվա հերթապահադուք եք։ Հայաստանի կառավարության Հա։ Հիմա Սարգսյան, սես մի բան։ Եթե դու սեփականության իրավունք չունես, ասենք ապրանքի նկատմամբ, դու կարող ես տնօրինել, վաճառել, ես եւ Պուտինն նվիրել եւ այլն։ պատերազմում պարտվելուց հետո Փաշինյանը հարցին Բա ում ուղղենք։ Նացեք փաստաբանական գրասենյակ Չէ, փաստաբանական որն է, դա իրավաբան է։ զանգեցի Պուտինին, դա ինչ կապ ունի, ես դուք հիմա զանգ Ոնց է, բա կապ ունի ուզում եմ հասկանամ, այդ իրավաբանությունից տեղյակ եք, թե չէ։ Ես ձեր հարցերին հիմա այս բան չեմ պատասխանում, որովհետև Ինչի չես պատասխանում օրինակ, լավ, հասկանանք, էլի ինչի չես ուզում պատասխանել։ որովհետև դուք
զանգարեք ոստիկանություն։ Լավ, ոստիկանություն, բա զանգել եմ Արցախը։ Բախա, մի րոպե, լսիր, հա։ Արցախը։ Գիտեմ հիմա ում հետ եմ խոսում, հանգիստ մի րոպե, պետք Հա։ չի ավելորդ։ Ինչ ավելորդ։ Էմոցիոնալ։ Ինչ էմոցիոնալ։ Էմոցիոնալը ո՞րն է։ Պետք չի էմոցիոնալ ինչ-որ բաներ ասել, ինձ Բանը ո՞րն է։ լսեք ինձ թե Լսում եմ, հա, ասեք, կոնկրետ լսում եմ։ բան ունեք ասելու, ասեք, չէ։ Ուրեմն Արցախը լավ, Արցախը քորի Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբիկ Քոչարյանի, Խերժիկ Նարիմանովի, Փաշօղլու ինքը Փաշինյանի սեփականությունն է։ ես համարը տրամադրեմ, մի հատ ինձ կասեք հասկանամ։ Ոստե, խի այդ համարը ինչ որ գախնի համարը, դու իմ հարցին պատասխանի։ Ես հիմա չեմ պատասխանում։ Ոչ ես պատասխանում, ուրեմն դու ես պետական դավաճան։ Ես հարց եմ տալիս, իրանց սեփականությունն է որ վաճառում են։ Հələ լստայնում եք ես պորնիկի ծնունդներին ասում, բանա, չեմ պատասխանի, խի չես պատասխանի, այ պորնիկ, պետությունն տա, բա դու ում ես ծառայում, այ պիդր, մի րոպելը։ Ասում չեմ պատասխանի, ոնց է չես պատասխանի, այ սուկա։ Այսինքն սրանք պարտակում թաքցնում են կատարված հանցագործությունները, հասկանում եք։ Սրանք բոլորը գործակալներ են։ Ու դուք բոլորդ ականատես եք լինում։ Ալո, Արկսյան ոստիկանությունից։ բարի երեկո Սարգսյան։ Բարի երեկո ձեզ։ Հա։ Ինչ զվանյով ես, ինչ ով է, ասենք Սարգսյան, նաև պաշտոնը, ի պաշտոնը էլի։ Թերթապանակ խոսում։ Հա, ուրեմն Սարգսյան, ես կոնկրետ հարց տվեցի կապված ազգի պետության, անվտանգության, ամբողջականության հետ։ Այսինքն, որևիցե ապրանքը վաճառելու, տնօրինելու համար դու դրա իրավունքը պիտի ունենաս, ճիշտ է։ Այո։ Ահա։ Հիմա Արցախը, Մեղրի ճանապարհը եւ այլն, դա ում սեփականությունն է, Փաշօղլու, Քորի, Սերժիկի, Ռոբիկի կամ ում սեփականությունն է, որ տալիս է կամ չի տալիս, կամ ծախում է։ Ապա ձեր բարձրացած հարցը ճիշտ չեք ուղղել դուք։ Չէ, ես ուրիշ հարց տվեցի։ Ոստիկանությունը նման հարցերի իրավասու չի պատասխանում։ Ինչի իրավասու չի, ինչի դու մեր Արմենիայի քաղաքացիներից չես։ Ինչի մեջ չի մտնում։ Մեր գործառույթային պարտականությունները։ Ոնց է պետության դեմ կատարված պետական դավաճանությունները։ Դրա համար ազգային անվտանգություն։ Ազգային անվտանգությունը փախնում է։ Դուք չեք կախել։ Ազգային անվտանգությունը փախնում է։ Ասում են պոռնկատուն է, որ էսի փախնում է, փախնում է։ Ես խնդրում եմ ձեր հարցը համապատասխան մարմիններին։ Համապատասխան մարմինը ով է։ Այսօր դուրս է գալիս համապատասխան մարմին մի րոպե լա Սարգսյան, հələ մի րոպե լսի, հա։ Այդ համապատասխան ձեր գիտակցության մարմին կոչ։ Ինչ։ Դուքով հարգանքը դուքի մեջ չէ։ Հարգանքը դուքի մեջ չի։ Հարգանքը նրանում է, որ դուք ծառայես քո ազգին, քո պետությանը։ Այլ ոչ թե մի հատ ինչ-որ պոռնկացիների, թուրքի գործակալների։ Հասկացանք իրար։ Հարգելիս ճիշտ չեք ուղում ձեր։ Ես նորից եմ ասում, որևիցե մեկը իրավունք ունի տնօրինի, եթե դա իր սեփականությունը չի։ Դուք ավելի շատ քաղաքական հարց եք։ Ինչ քաղաքական իրավական, այս ամրագրված է։ Այդ իրավական հարցը ինչ քաղաքական, այսինքն քո տարածքը որ ծախում ես, մի րոպե լա, այսինքն քո տարածքը պետության տարածքը որ ծախում ես, այդ քաղաքականություն, հա։ Հարցը մեզ պետք չի ուղղել։ Ես կոնկրետ հարց եմ տալիս, ասում եմ երկիրդ որ ծախում ես, ազգին ցեղասպանում ես, տարածքը վաճառում ես, դա փաստացի քաղաքականություն է, հա։ Հարգելիս ձեր հարցը ճիշտ չեք ուղղել։ Ես նորից հարց եմ տալիս, ասում եմ, պետությունը որ ծախում ես, սա քաղաքականություն է, հա։ Հիմա դուք այդ հարցը տալիս եք ոստիկանությանը ինչի։ Խի ոստիկանությունը ի՞նչ է, ում է ծառայում։ Ես խնդրում եմ դուք Ես նորից եմ ասում, ոստիկանությունը պետությանը պետք է չծառայի։ համապատասխան մարմին։ Համապատասխան մարմինը ով է։ Դուք ինքներդ ավելի լավ գիտեք, հիմա ինչու եք զանգարել։ Ես զանգել եմ, որ դուք բատեղ ինչ գործ եք անում, ինչ եք անում այդտեղ։
Զանգում ես մեկ զոհերերքում մեկը զանգում ասում է մի րոպե լա մեկ մի ինձ բացատրե դուք եք բացատրվեք ձեր ասացի մեջ Դե խնդրում եմ մի խանդ նորից եմ ասում երկրի վաճառքը պետական դավաճանությունը քաղաքականություն հա ոսկե սերուցքին տանել զոհաբերելը քաղաքականություն հա Խնդրում եմ կարող եք չբղավել հանգստացեք ես ձեզ լավ լսեմ Բա ասում եմ նորից եմ ասում ազգին ցեղասպանելը պետությունը ծախելը պետական դավաճանությունը Ինձ ներքաշում եք մի խոսակցության մեջ որը խոսակցություն չի ասում եմ Հայցան ընթացքում ինձ չի վերաբերվում Բա ումա վերաբերում այսինքն երկրի անվտանգությունը ձեր շահերի մեջ չի մտնում Ձեր հարցը ճիշտ չեք ուղում, ճիշտ տեղ չեք ուղում, խնդրում եմ մի խանգարեք մեր Այսինքն որտեղ ենք պետք է ուղենք հələ բա դուք ինչի մարեք Տեսնում եք այս գանդոնները Սրանք պորնո կլուբ են, սրանք որևիցե մեկը ոստիկանություն չի Սրանք մեր ազգին ցեղասպանելու գենոցիդ իրականացնելու գործակալներ են Սրանք ջուդի, մոսադի, ադրբեջանական գործակալական ցանցի, FSB-ի գործիքներ են Գործիքներ Դուք հասկանում եք, որ մենք պետություն չունենք, բայց մի հատ հասարակ խուլիգանություն ու տեսեք մի բան էլ ասեմ, որ դուք ձեզ համար հասանելի լինի։ Խուլիգանություն, գողություն, հասարակ են, նո ասենք քաղաքացիա իրավահարաբերությունները, հա, այսինքն ըստ ձեր գիտակցության խուլիգանություն, հանցագործություն, կռիվ եւ այլն։ Այսինքն դրանից զատ Ինչ վերաբերում է պետությանը, ազգային շահերին եւ այլն, սրանց չի վերաբերում։ Այսինքն սրանց դրված են, սրանք ներդրված են միայն այն բանի համար, որ ձեզ ահաբեկեն, որ ձեզ տերորի ենթարկեն, որ ձեզ ահուսարսապի մեջ պահեն, բայց երկիրը ծախեն։ Փաստացի ում են դրանք ծառայում։ Հա? Հարց եմ տալիս։ Օղջարահոտ։ Լսում եք։ Հիմա, տեսեք, դուք ինքներդ համոզվում եք, ես ձեզ մատուցում եմ փաստերով, որ սրանք բոլորը թրքաջուդական ատխոդներ են, թրքաջուդական գործակալներ են, սրանք բոլորը ենթակային գնդակահարության, սրանց այդ ֆորման, որ հագցնում են, սրանք դրսից են ֆինանսավորվում, Մեր երկիրը այս պոռնկացիների միջոցով, այս մուսորների, դադախազների, ԱԱԾ-ների, հակակոռուպցիոն կոչվածների, դադավորների, դադարանների, ազգային ախորրի կուսակցությունների, պոռնկացիների միջոցով մեր երկիրը թալանում են, մեր ազգին գենոֆոնդը ոչնչացնում։ Իսկ դուք որներ եք հագցրել եք գլխներիդ, չեք որից է ձայն հանում։ Ոնց հասկանանք, հա, հարց եմ տալիս, մտան Սիրիա, մտնելու են Արմենիա, մտել են արդեն, տասնամյակները, արդեն դարերով, հազարամյակներով ստեղ են, որևիցե մեկը չի շարժվում, մեկը Ծայրիկյանի որնաբրն է, մեկը Խերժոյի որնաբրն է, մեկը Ռաուֆի որնաբրն է, մեկը Քորի, մեկը Փաշօղլու, Մեկը դաշտանների, մեկը եսիմ որ գանդոնի, ու դուք ծախվում եք, հանուն ձեր լապի, բա դուք գանդոն չեք ինչ եք, ու սա մի տարի չի, մատ բացեք իմ ելույթները նայեք, որ թվականից, դրել եմ նայում եմ, որ թվականից ձեզ ներկայացնում եմ փաստաթղթեր, որ մեկը տա զարթնել, Որ մեկը տա դուրս եկել պայքարի, ձեր շահերի համար, ինչ է, հարց եմ տալիս, դուք մարդ եք, դուրս արեք, դուք ազգի գենի կրողն եք, դուրս արեք, դուք մարդկային գիտակցություն ունեք, դուրս արեք, տեսեք ես պոռնկացինին, կոնկրետ, այնպիսի հարցեր եմ տալիս, որ ձեզ համար էլ հասանելի լինի,
որ դուք էլ սկսեք գիտակցել, հասկանալ, որ ձեր ֆունկցիաները արթնանան։ Ասում են, իրենցից գրած օրենքներով իրավա հարաբերության մեջ մտնելու համար, տնօրինելու համար, ինչ է պետք։ Սեփականության իրավունք, ճիշտ է։ Հիմա այդ Արցախը Քորիններ, Արցախը Վզգոյիններ, Արցախը Դեմիրճանիններ, Արցախը Ռաուֆիններ, Խերժոյիններ, Փաշօղլուներ, թե մնացած գանդոններին է։ Ով իրավունք ունի տնօրինելու, ով իրավունք ունի ծախելու, ով իրավունք ունի տալու։ Հիմա ես ոնց չվրդովվեմ, ասեք տեսնը, որ նորմալ մարդը այս ամենը տեսնելով չի վրդովվի։ Բայց դուք որները թաքցրել եք գլխներիդ, ի ճիշինա, հարց եմ տալիս, արա։ Ես տեղ կա, որ կուլ են տալի շատ բան, որ իմ պայքարի նպատակը իր վերջնակետին հասցնեմ, ազատագրենք մեր Արմենիան, ձեր սրբություններին, որ դուք տեր կանգնեք, ձեր ավանդույթին, ձեր մշակույթին, ձեր լեզվին, ձեր հոգևորին, ձեր օջախին, ձեր սրբություններին, դուք սրբություն չունեք, արա, հարց եմ տալիս, դուք սրբություններ չունեք, արա, հա? Ես պարզապես իրոք զարմանում եմ, էլի։ Տեսեք, աշխարհը նայում է, աշխարհն է նայում։ Հիմա այս պահին միլիոնավոր մարդիկ դիտում են սա, բայց այդ միլիոնավոր մարդիկ բազմիցս ասել է իմ WhatsApp, Viber, Telegram պլյուս 374 55 227 227 ասել եմ, բացատրել եմ, որ ձեր գրածները, ձեր մեկնաբանությունները, ձեր կոմենտները ինձ չի հասնում։ Մի 10 հոգու, 20 հոգու իմ ընկերներից մենակ շրջանակի մեջ պահում են, որ ցույց տան, հա, իբր թե այդ եթերը փակ չի։ Իսկ մնացածինը արգելափակված է։ Հիմա ումա ձեր տալիս, որ այդ մեր երգիրը ծախվի, ձեր սրբությունները վաճառվեն, մեր երգիրը թալանվի, ու մենք չազատագրենք մեր երգիրը, մեր հայրենիքը, մեր սրբություններին տեր չկանգնենք, ումա ձեր տալիս, հա? Հարց եմ տալիս, ումա ձեր տալիս։ Իհարկե մեր թշնամուն, ճիշտ է, ջհուդին, թուրքին, ադրբեջանցի կոչվածի, ու մնացած պոռնկացիներին, ֆրանսիացի, անգլիացի, ամերիկացի, իտալացի ու կամ մնացած պոռնկացիներին։ Որովհետև այս բոլորը, այս մուսռնոցի հետ, դադաղազնոցի հետ, ածնոցի հետ, քնչականի, բոլորի հետ համատեղ լափը լափում են ձեզնից թալանվածը, մեր երգրից թալանվածը ու ցեղասպանում իրենք իրենց։ Ու այս գանդոնները չգիտեն, չեն մտածում, չեն մտաբերում, որ ուզում է պալկովնիկ լնես, ուզում է գեներալ լնես, ուզում է շարքային պոռնիկ լնես, մուսր եւ այլն, միևնույն է, քո գործողությունները կատարելուց հետո քեզ վզքաշ են անելու, քո որը տոնածառ են կողելու չոր ու հրապարակային սատկացնեն, ոչ միայն քեզ, այլ նաև քո ընտանիքը, որովհետև загнанных лошадей пристреливают։ Դուք այլևս պետք չեք, հասկանում եք, ձեր գործառույթը կայանում է նրանում, որ ազգին, բնակչությանը վախեցնեք, ահաբեկեք, որ նրանց վերահսկողության տակ պահեք։ Եթե ազգը, բնակչությունը այլևս չեղավ, դուք ում եք պետք։ Այլևս դուք ում եք պետք։ Ձեզ կվերացնեն, ու ձեզ վերացնելու են, ոչ մենակ ձեզ, Խերժոյինն, Ռաուֆին, Քորին, Փաշօղլուն, Դոդիկներին, Լֆոյին, Գրզոյին ու մնացած պոռնիկներին, որովհետև նրանք ոչ մեկին պետք չեն, բայց պոռնիկները այսքան որ թալանել են, բայց նրանք վկաներ են, չէ՞, կամ նրանց գումարները, նրանց մեզնից թալանվածը, մեր երկրից թալանվածը,
Ոչ չեն թողելու, որ սրանք վայելեն։ Հիմա լափում են, բայց իրանց այդ գումարները որտեղ են։ Ջհուդի բանկերում։ Սրանց բոլորին սատկացնելու են։ Ցավալին պարզապես այլ բանի մեջ է։ Որ դուք եթե մարդ եք, էլի, եթե մարդկային հատկանիշ ունեք, ապա պետք է հասկանաք, որ այդ ամենը արվում է, որ ձեզ ոչնչացնեն։ Հիմա մի րոպե մի բան էլ է սա, մի րոպե։ Փաշինյանը սենց ասեց, Փաշովլին սենց ասեց, մի րոպե։ Այս պոռնիկները ուրիշ բան չունեն։ Մի րոպե, հա։ Մի րոպե։ Մի րոպե, один момент։ Հարցեր բան կան, հենց կա մտածող մարդիկ եւ այլն, հա? Կան տենց մարդիկ։ Եթե կան հարցեր, տվեք խոսենք, հեսա ընթացքում ես դες կմատուցեմ էլի կարևոր հանգամանքների վերաբերյալ մի րոպե, հա, один момент, так, տեսնեմ, ստացվեց թե չէ նոր, ընկերներիս էլի, ինչքան հնարավոր է կիսվեք, որովհետև բոլոր այս իմ ելույթները, բոլոր արգելքի տակ, արգելափակումների տակ, ինչքան կարող եք կիսվեք, տարբեր խմբերով։ Լավ, անցնենք մեր էլի խնդրու առարկաներին, հեսա մի րոպե եւ նա, հա։ Դուք ձեզ թուրք համարում եք։ Հիմա տեսեք, այս պոռնիկին ասում են, դուք ձեզ թուրք համարում եք, սա դրանից չի վրդովում։ Սա սրանից չի վատանում, հասկանում եք։ Սա ասում այո։ Բայց հիմա տեսեք, Զանգեցի ԱԱՑ կոչված, Մուսորնոս կոչված, սրանք իրենց լապն են լապում։ Սրանք իրենց լապն են լապում, սրանք իրենց կնիկներին են ծախում, իրանց աղջիկներին, իրանց երեխեքին են ծախում այս պոռնիկները։ Իրանց համար կարևորը լապն է։ Թուրքը որ գա իրանց տան մեջ իրանց կնիկներին, իրանց աղջիկին շինի, վերջում դնելու է ճակատների սատկացնի։ Ու նրանց համար կարևոր էլի սատկելուց, իրանց համար կարևորը լապն է։ Լապը։ Սրանք լապակեր գանդոններ են։ Կանայք ավելի տղամարդ են, քան թե այս պոռնիկները։ Այս մուսորնոցի, այս դադախազնոցի, այս ԱԱՑ, քնչական եւ այլ։ Այնտեղ մարդ չկա, հասկանում եք։ Մարդ չկա։ Հետո էլ ասեմ ձեզ։ Այն Սատուրյան, Մատուրյան կա, եկել են ստե ծալվելում են, դրանք էլ են Facebook-ի գործակալներ են դրանք։ Համահայկական, եսիմ ինչ-ինչին, դրանք բոլորը պոռնկացիներ են։ Սրանք բոլորը այս գանդոններն են։ Սրանք եկել են մեր երկիրը ձեզ ապակողմնորոշելու։ Տեսեք, այս կուսակցություն կոչվածները, որ ստեղծվել են, այն մեծ ծծողի են Ամերիկա կոչվածի մանկապիղծ գյոթին,
Ստեղ ես Խերժոյի, Ռաուֆի, Քորի, Բարգավաճ, Մարգավաճ, Իմքալ, Քոկալ, Դաշտան, Մաշտան, սրանց նպատակը մեկն է, որ ազգը, գիտակից հատվածը, մտածող հատվածը, մարդկային հատկանիշ ունեցող հատվածը չհամախմբվի, չկենտրոնանա մի գաղափարի ազգային իր շահերի պաշտպանության շրջանակի մեջ, իր ավանդույթի, իր մշակույթի, իր լեզվի, իր հոգևորի համար, այլ դու դաշտան ես, դու բարգավաճ ես, դու խերժական ես, դու քփական ես, դու Հովիկ Աղազարյանական ես, դու ինչ պոռնկածին ես, սրանց նպատակն է մասնատել, մասնատիր որ տիրես, մասնատիր որ կառավարես, դու քրիստոնյա ես, դու եհովայական ես, դու եսիմինչական ես, դու ես, լսում եք այդ պոռնոներ, սա մտածված, ծրագրված իրականացվում է, որ ազգի գիտակցությունը, նրա ֆունկցիաները չարթնանան եւ նրան մշտապես վերահսկողության տակ պահվի, նրան Աստվածը սենց կանի, Աստվածը անպես կանի, արա որ Աստվածը մեկն է Մոլլենովա, Ալլահնովա, Քրիստոսնովա, մեկ էլ նովա, հարց եմ տալիս արա մտածող, միտ գաղափար ունեցող մարդիկ, հասկացողություն, գիտակցություն ունեցող մարդիկ, հարց եմ տալիս արա, Հայաստանից պահանջում է այլ մարդկանց արտահանցնել։ Վերմասն Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմետ Հաջիևը իբրև նեղացած Հայաստանի իշխանությունից գերիների հարցով բողոքի համար պահանջել է Երևանից արտահանցնել իբրև թե հլա ես տեսակ անջատեցին, մի հատ մի րոպե բացում նորից, մի րոպե, Հայաստանում թաքնված ռազմական հանցագործներին։ Վերջին երկու շաբաթում Հայաստանում գերիների վերադարձի պահանջի ակտիվացումից հետո Բաքուն Հայաստանից պահանջում է այլ մարդկանց արտահանցնել։ Վերմասն Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմետ Հաջիևը իբրև նեղացած Հայաստանի իշխանությունից գերիների հարցով բողոքի համար պահանջել է Երևանից արտահանցնել իբրև թե Հայաստանում թաքնված ռազմական հանցագործներին։ Խաղաղության եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների նոր սկզբի անկեղծ ձգտումը իդիվս այդ բաների ցույց կտար Հայաստանի պատրաստակամությունը ընդունելու իր պատասխանատվությունը եւ հանձնելու նրանց, ովքեր մեղադրվում են ռազմական հանցագործությունների համար։ Ռազմական հանցագործություն Բաքուն անվանում է Արցախի ազատագրական պայքարը։ Ռազմական հանցագործների այդ պայքարի հետ կապ ունեցող յուրաքանչյուրին, բացատրում է քաղաքագետը։ Առաջին հերթին սա վերաբերվում է Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներին եւ Ադրբեջանում սրա մասին երբևէ չեն թաքցրել, ովքեր այս կամ այն կերպ առնչություն են ունեցել Արցախի ազատագրական։ հիմա այս պոռնիկին լրացնենք, հիմա խոսենք, բոլորին, ովքեր մասնակցել են, ովքեր ծառայել են Արցախում, ովքեր պաշտպանել են մեր երկիրը, սրանց բոլորին այս պոռնկացինը Խերժոյի, Ռաուֆի, Քորի, Խերժոյի, Ռաուֆի, Քորի, Փաշօղլու իրանց համակարգերով բոլորին բացի այս 4 պոռնիկներից եւ նորից եմ ասում հիմա եթե տեսեք եթե իրականում լինեին միջազգային կառույց կոչվածներ միջազգային քրեական դատարան Հագայի դատարան Եվրոխորհուրդ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ ապա տեսեք այն Միլոշևիչին հա Սադամ Խուսեյնին ոնց սպանեցին ոնց կախաղան հանեցին ոնց դատեցին հա հարց եմ տալիս սրանց քիչ են դատում հետո Ախմեդը հնչեցնում այ իբրթե հա կամ Ախմեդը տովա ամբողջ խնդրու առարկան ինչից է առաջացել այս սրանց այս պոռնիկների չնայած անօրինական է բացատրել եմ ձեզ բայց
Հնչեցնում են ինչի համար։ Իբր թե կան միջազգային նորմեր, պահանջներ, ինչ պահանջներ։ Հիմա տեսեք, Լուկաշենկո կոչված գանդոնը ինքը իր բերնով ասում է, որ Փաշօղլի ինքը հրաժարվել է Արցախից։ Այսինքն դա եղել է Արցախը մերը, այս բոզի տղան հրաժարվում է։ Բայց հիմա հարց է առաջանում։ Արա այդ պոռնիկի ծնունդ։ Դու օրենք գիտես։ Դու իրավունքից հասկանում ես։ Արցախը, Արմենիան, Մեղրի, Գորիս, Սիսիան, Ղափանը իրաց կնիկների ворն է, հարց եմ տալիս, արա։ Իրանց կնիկների ворն է, որ տան կամ չտան։ Հարց եմ տալիս, արա, մտածեք արա այդ պիդրներ, արա։ Դուք այսքան օլուխ եք, չեք գիտակցում, չեք հասկանում, արա։ Ձեր տունը այսօր ձեզ հարկում են, հա։ Տեսեք, ես այսքան բարձրաձայնեցի։ Հիմա այս հաշվետվությունը հանեցին, չէ՞։ Բայց հիմա հարկերի վերաբերյալ էլ պիտի հանվի, որովհետև սա ամենը ապօրինի է, սրանց բոլորին պետք է գնդակարեն։ Հիմա Ախմեդը ինչի է այդ պահանջները դնում։ Նախ տեսեք, իրանք հիմք են ստեղծել այս բոզի տղեկի հետ, Քորի հետ, Ռաուֆի հետ, Խերժոյի հետ, Փաշօղլու հետ, հանդիմություն իշխանություն կոչված գանդոնների հետ, որ ամրագրել են մեր տարածքները որպես իբր թե իրանց սեփականություն, որի համաձայն դուք որպես վարձ ու վարձկաններ գնացել եք, պատերազմել եք։ Հիմա ովքեր են որպես վարձ ու վարձկաններ մեր ոսկե սերուցքին ուղարկել ըստ իրենց ներկայացրածի Ադրբեջան, հա, կռիվ անելու։ Ովքեր։ Քորը, Վզգոն, Դեմիրճյանը, Ռաուֆը, Խերժոն, Փաշօղլին ու իրենց համակարգ կոչվածները։ Հիմա հարց։ Բա այս Ախմեդ կոչված գանդոնը ինչի չի դատի տալիս դրանց որպես միջազգային հանցագործների Հագայի դատարանում, հա? Այլ դուրս է գալի հնչեցնում է պիտի տարանջատի հանի հա ղեկավարներին, այն հարիվ օղչարահոտին, ովքեր գնացել են իր կյանքը զոհաբերել են, ովքեր դարձել են հաշմանդամներ, իրենց որպես միջազգային հանցագործներ հանձնեն Ադրբեջանին։ Ու այս գանդոնի բեռնով ու ականջներով իրենց համակարգ կոչվածներով մատուցում են ձեզ։ Հարց եմ տալիս։ Ալո։ Արա դուք չեք հասկանում, որ ձեզ դրել են մորթում են։ Իդեպ, ում տանում են բանակ երեխեքին, տանում են 7-ից 8 տեսակի վակցինա են ներարկում, որ մի առժամանակ հետո մահանալու է։ Արա այ գանդոններ, ինչի չեք կանգնում ոտի, արա, ուզում եք սատկեք, արա, ուզում եք, ես ու չեմ ներկայացնում, ես ու ինչ-որ վերլուծություններ, ենթադրություններով չեմ ձեզ մատուցում են փաստերը, ինչի չեք միանում ազգային ազատագրական պայքարին ես բոլորին սատկացնենք, հա? Հարց եմ տալիս, ինչի չեք դուրս գալի ձեր շահերը, ձեր սրբություններին տեր կանգնելու։ Հարց եմ տալիս, արա։ Սրանք բոզի տղեկ են, արա։ Սրանք հանցագործներ են, արա։ Սրանք միջազգային հանցագործներ են։ Սրանք կոնվենցիաներ են խախտել, որ այս միջազգային կոչվածների հետ սրանց բոլորին կսատկացնենք։ Միացեք, սկսում ենք ազգային դատավարություն։ Այս պոռնիկների դեմ, արա, բոլոր հիմքերը ունեմ, բոլոր փաստերը ունեմ։ 1991 թվականից սկսած ես գանդոնից, հետ չեմ գնում ավելի։ 91 թվականից ես բոլորին պետք է գնդակարենք, որովհետև ձեզ խաբեությամբ, խարդախությամբ
մեր հողերը ծախելով, մեր երգիրը ծախելով, մեր պահանջատիրությունները ծախելով, մեր ոսկեսերուցքին տարան զոհաբերեցին, ցեղասպանեցին ձեր գիտակցությամբ, գենոցիդ իրականացրեցին, երգիրը թալանեցին, թալանում են, ձեզ էլ ձեր գենն էլ ոչնչացնում են, արա արեք ձեր սրբություններին տեր կայնեք, արա, վատ բան եմ ասում, հարց եմ տալիս, վատ բան եմ ասում, այս պորնկացիները էսի սենց ասում, Փաշողլին, բոզ է, Փաշողլին ասում ասենց, խիչ եք կալանավորում, խիչ եք գործ հարուցում, հա, եթե դուք նույն բոզի տղեկը չեք, ինչի չեք կալանավորում դրան, հա, կամ Փաշողլին ով է մենակով ձեր սաղիտ լավը քունում, արա, ձեր սաղիտ սատկացնում, արա, ձեր սաղիտ մամաները բալեքով հանդերձ լավները շինում, արա, հարց եմ տալիս, արա, յոբլուտին են, պրիչոմ տուտ մենակ Փաշողլին, իրանց համակարգերով, իրանց հնդիմություն կոչվածով, իրանց խերժոյով, ռաուֆով, քորով, մուսրներով, դադախ, իրար հետ են, արա, չեք տենում զանգում են բոզերը փախնում են, արա, սրանք բոլորը գանդոններ են, արա, դուք էլ եք գանդոններ, արա, ձեր շահերի համար ես կռիվ տամ, դուք որներդ հագցնեք գլխներիդ, ձենձուն չկա, արա, հարց եմ տալիս, արա, ես ձեզ համար, արա, դուք ում համար, արա, այ գանդոններ, դուք ձեզ համար չեք պայքարում, արա անգամ, դուք ձեր սրբություններին տեր չեք կանգնում, արա, Եթե որևէ մեկը կա, որ պատրանք ունի, որ լավ, ես իրոք էլ սենց ուզում եմ վերջնական մի հատ վերլուծականը անեմ ու հասկանամ գիտակցեմ, դուք պարզապես իրականում գանդոններ եք, թե մարդկա մեջներ են, իհարկե ոչ բոլորը, իմ ընկերները գիտակից մարդիկ կան, զանգվում, խոսում, ասում, քննարկում ենք, մտածում ենք ճանապարհներ, միջոցներ, բայց դրա համար աջակցություն է պետք, որ ձեր սրբությունները ազատագրենք, ձեր օջախներին տեր կանգնենք, արա դուք չունեք այսքան ուղեղ, այդքան ունակություն, այդքան ֆունկցիաներ, մարդկային, տղամարդկային եւ այլն, չունեք, աջակցեք այս գանդոններին սատկացնենք, արա, վատ բան եմ ասում, արա, հարց եմ տալիս, որ չունեք, ծնված եք որպես գանդոն, գնացեք որպես գանդոն օգտագործվեք, բայց ձեր սրբություններին, ձեր երեխա, օջախ, ավանդույթ, մշակույթ, լեզու, հոգևոր, ձեր պապենական, տատենական գերեզմանների, չեք ուզում արա տեր կայնեք, մոռացել եք արա այս գանդոնները մտնում են, գերեզմաններն էլ են փլում, գերեզմաններն էլ են քանդում, արա, մոռացել եք արա, Սիրիայի օրինակը տեսնում եք արա, ազգովի կանգնենք աշխարհը մերն արա, մենք ենք տվել, աշխարհին քաղաքակրթություն մենք ենք տվել, այս գանդոնները այս Ադրբեջան մեր խերից են դուսը թրթվե արա, ջհուդ մհուդ, ֆրանսիացի, անգլիացի, ամերիկացի չկա տենց, սրանք բոլորը մեր գանդոններն են արա, բազմակի օգտագործված, տեր կանգնեք արա, տեր կանգնեք սրանց բոլորին հրապարակավ սատկացնենք, այս մոտ ժամանակներս, նորից եմ ասում, սպասում եմ ձեր արձագանքներին, գիտակից հատված, մտածող հատված, ազգային գենի կրող հատված, միացեք, որ այս վիժվածքներին իրաց արժանի պատիժը տանք, ազգի դավաճաններին, միջազգային հանցագործներին, սպասում եմ ձեր գիտակցության հասունացման արա, ինչ անում եմ, ազգի գենոֆոնդի համար եմ անում, գիտակից մարդու համար եմ անում, պոռնկացիների համար չեմ անում, գնահատեք արա, հասկացեք արա,
Սպասում եմ ձեր արձագանքներին, սպասում եմ ձեր գիտակցականի արթնացմանը, սպասում եմ ձեր մարդկային հատկանիշների արթնացմանը, ձեր գենի արթնացմանը, զարթնեք, ես մոտ ժամանակներս դուրս գանք, սկսում ենք ազգային դատավարությունը, ես բոլոր պոռնկատիներին հրապարակավ սատկացնենք,